Էդուարդ Պողոսյան, Արմենիա հեռուստաընկերություն, պարոն Ավինյան, չնայած քաղաքային իշխանության հավաստիացումներին Երևանի օդի որակի վերաբերյալ մեր հասարակությունը շարունակում է փորձագիտական համայնքից գիտնականներից ստանալ էականորեն տարբեր կարծիքներ, գնահատականներ, ձեր կարծիքով ինչու են այս գնահատականներն իրարից էականորեն տարբերվում եւ քաղաքային իշխանությունը բացի պատասխանատու պաշտոնյաների գնահատականները լսելուց փորձել է նաև նրանց տեսակետները լսել եւ հարցը քննարկել նրանց հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դեռևս 2023 թվականի մեր նախընտրական ծրագրում մենք արձանագրել էինք, որ մեր առաջնային խնդիրն է Երևան քաղաքում տեղադրել բավարար քանակի օդի որակի չափիչ սարքեր եւ այդ նախընտրական մեր խոստումը իրականացրել ենք, կարելի ասել, ամբողջությամբ։ Երևան քաղաքում այս պայդրությամբ ամենապոտենցիալ աղտոտվող վայրերում, մասնավորապես 4-րդ կարգի ռիսկայնության կառուցապատման օբյեկտներում տեղադրված է երկուական օդի որակի չափիչ սարքեր, որոնք որ միացված են մեր ընդհանուր համակարգին։ Եվ իրականում այս խոսակցությունը կարելի ասել բացել է Երևանի քաղաքապետարանը։ Այս գործողություններն իրականացնելով մենք ականջալուր ենք մեր գործընկերներին, ովքեր որ իրապես ունեն մասնագիտական կարծիք, խոսքը գնում է մասնագիտական կարծիքի մասին, ոչ սիրողական գնահատականների, որովհետև իրականում եւ սա շատ կարեւոր արձանագրում է Երևան քաղաքում օդի որակի խնդիրը միայն Երևան քաղաքի մասին չի մեկ, այսինքն ամբողջ Արարատյան գոքավորության մասին է, հյուսիս-հարավ ճանապարհով որ գնանք դեպի Արտաշատ, դեպի Վեդի, այսինքն այդ բոլոր տեղերում մենք կարձանագրենք նույն խնդիրները։ Եվ իրականում նաև պետք է արձանագրենք, որ հիմնական խնդիրը պայմանավորված է մեր բնակլիմայական պայմաններով, օրինակ հիմա տեսնեք օդի որակը շատ լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնը ամբողջապես մաքրել է օդը, ձյունը մաքրել է օդը, եւ երկրորդ հատվածը այս խնդրի այն է, որ այս խնդիրը նոր չէ։ Այսինքն այս խնդրի մասին խոսել են դեռևս 80-ական թվականներից եւ հիմնականում նույն ժամանակաշրջանի մասին, նոյեմբերից մարտ, ասում եմ, ես վերջերս կարդում էի Los Angeles Times-ի 1985 թվականին գրված Երևան քաղաքում օդի որակի խնդրի մասին, որը կրկին անգամ շեշտում էր այն խնդիրները, որի մասին խոսում ենք։ Բայց խոսքը նրա մասին չի, որ մենք առհասարակ ձեռքներս ծալած ուղղակի նստելու ենք եւ հետևենք, թե բնակլիմայական պայմանները մեզ հետ ինչ են անում։ Այս խնդիրը շատ բարդ լուծվող խնդիր է, բայց ամեն դեպքում որոշակի մեղմացումներ հնարավոր է ունենալ եւ մենք այդ ուղղությամբ ունենք քառամյա օդի որակի բարելավման ծրագիր, որը մանրամասն նկարագրում է բոլոր գործողությունները, որ Երևանի քաղաքապետարանը լոկալ մակարդակում իրականացնելու է, որպեսզի խնդիրը մեղմի։ Շնորհակալ եմ։